Իմ կարծիքովս այս 3 տարի այդ պատերազմից հետո արդեն ունենք թուլացած Ռուսաստան, որը չի կարողանալու թիմատրի Միացյալ Նահանգների առաջ քաշած պահանջներին։ Այժմ այս օրերին մենք ապրում ենք հենց այն օրերը, որ վաղը միսօր պետք է Ռուսաստանը պատասխանի Միացյալ Նահանգների կողմից զինադատարի պայմանները ընդունում է թե չէ։ Երկու դեպքում էլ ընդունի կամ չընդունի, երկուսի հետևանքը նույնն է լինելու, երկուսի հետևանքը համարվելու է ցերկերը բարձրացնել, երկուսի հետևանքը համարվելու է հանձնվելը Միացյալ Նահանգներին։ Այս ինչի մասին որ խոսում, սա իմ թիթանգյունից է, անշուշտ բնդումներ անել այս օրերին շատ դժվար է, ժամանակը ինքը գաբացուցի, թե արդյոք այս ամեն ինչը որ ինչ որ չափով վերլուծում եմ կամ ենթադրում եմ, իրականության հետ ինչքան կապ ունի։ Իսկ ինչ կարծիք ունեք այն վերլուծությունների մասին, նաև նկատի ունենալով Թրամփի առաջադրած պայմանները, ծանր պայմանները Ուկրաինային, որ ավելի շատ այս լուծումից ջահազ դուրս կգան Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, իսկ Ուկրաինան ոչ, Ուկրաինան պետք է տա իր ընդերքը, իր ռեսուրսները Միացյալ Նահանգներին եւ կորցած տարածքները կմնա Ռուսաստանին։ Ես ասացի, բարդվող գողը մեծ վնասով դուրս եկողը պիտի լինի առաջնահերթորեն Ռուսաստանը, ես դրանում չեմ կասկածում։ Ուկրաինան արդեն շատ տանկին է վճարել, այսօր ուկրաինացի ժողովուրդը իր արյունով է կերդում իր երազած անկախ պետության ստեղծում, արյունով, բարին իմաստով։ Եվ Միացյալ Նահանգները առաջիկա ժամանակներում ինչ մարտավարություն էլ որ որթեքրի, ես համոզված եմ, որ այդ մարտավարության հետևանքով Ուկրաինան մենակ չի մնա, ինչպես որ մենք ականադես եղանք, երբ հերթական ճնշումը, որ արվում էր Թրամփի կողմից զորօրինակ գետնի վրա կորզնական իմաստով հետախուզության Միացյալ Նահանգների հետախուզության տվյալների չդրամատրումը ուկրաինական կողմին, դա ծառայություն հարված է, բայց մենք այդ նույն օրերին, որ նրանք հայտարարում էին, որ որոշել են չդրամատրել, նույն օրերին Ֆրանսիան ինքը իր հերթին էր բարձրացնում եւ ոչ միայն Ֆրանսիան իրենց ունեցած ծառայությունը Միացյալ Նահանգների փոխարեն։ Ուզեմ ասել, Ուկրաինան մենակ չի մնալու, կամ մենք ականադեսն ենք նաև Երևանից, ինչքան գիտեմ, քանի որ ուկրաինական կողմը արդեն Միացյալ Նահանգների զինադատարի առաջարկությունը ընդունել է, արդեն անմիջապես Միացյալ Նահանգները հայտարարել են, որ դադարեցնում են այդ չդրամատրումը, արդեն Երևանից այսօրվանից նորից սկսել են դրամատրել։ Ինչ էլ լինի, դրամատրեն, չդրամատրեն, Ուկրաինան մենակ չի մնալու։ Ես համաձայն չեմ այն տեսակետին, որ ասենք Ռուսաստանը այս ջահեջից դուրս է կարողանում գալ, ես ասեցի իմ կարծիքը եւ այո, այն ժամանակավորապես Միացյալ Նահանգների կողմից կատարվել է կամ կարող է նաեւ կատարվել քայլեր, որի շնորհիվ որոշ ժամանակ Կրեմլը կարող է շնչի կամ Վլադիմիր Պուտինի համաշխարհային իր ոչրակորձի համբավի հագարակ գործընթաց, որոշապով այդ մեգուսացած վիճակից դուրս վիճակը ստեղծի, ինչպես որ այս օրերին է, սրանք ժամանակավոր բնույթ են գրելու, նույնիսկ եթե այս ժամանակավոր բնույթ գրող քայլերի մեջ նույնիսկ մեծ հաշվով ըստ օգուտ Ռուսաստանի բան չի գա։ Ես ասեցի, երկու դեպքում էլ Ռուսաստանը, ասենք խաղաղության ամերիկյան առաջարկը կընդունի թե չի ընդունի, խաղաղության այդ զինադատարի հետ կապված, երկու դեպքում էլ Ռուսաստանի ելքը մեկն է լինելու, ենթարկվել Միացյալ Նահանգներին։ Խոսքով ենթարկվի շատ ավելի առանց մեծ կորուստների այդ ենթակայական վիճակը կստեղծվի։ Շարունակեն համառություն անել, կշարունակվի կսասկանա հագամարտությունը, ոչ միայն ռազմատաշտում, շատ ավելի տնտեսական տաշտում, եւ ես այն կարծիքին եմ, որ Ռուսաստանը վերջիվերջո իր սերկերը բարձրացնելու է հենց տնտեսական դաբալման պատճառով։